սա ունի գին, այս ամենի դիմաց Ադրբեջանը պիտի այդ գինը վճարի իր տարածքը տրամադրելով եւ դառնալով մատաղացու գառ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համար։ Սա այն սուրբ զոհն է, որ պիտի տա Իսրայելը եւ Միացյալ Նահանգները Իրանի դեմ պատերազմ եւ դա լինելու է Ադրբեջանը։ Ով է հրաման տվել, դա եղել է Թրամփը, դա եղել է իր փեսակ Քուշները, դա եղել է Ուիտկոֆը, թե եղել է ԱՄՆ-ի պատերազմի նախարարը, դա ըստ էության ոչ մի նշանակություն չպիտի ունենա։ Զոհվել են ոչ անմեղ, ոչ մի մեղք չունեցող երեխաներ, ովքեր ուղղակի առավոտյան նրանց մեղքն այն էր, որ նրանք դպրոց էին գնացել։ ՄԱԿ-ը պիտի կազմալուծվի, պիտի գա նոր կառույց, ով պիտի դատի բոլոր այն պատերազմի հանցագործներին, ում պատճառով տարածաշրջաններ են ավերվել եւ ժողովուրդների ճակատագրներ են խեղվել։ Եվ դրանց թվում առաջին եռյակում Նեթանյահուն է։ Ես կարծում եմ Հայաստանում ընտրությունների նախաշեմին իրավիճակը ավելի է սրվելու։ Աշխարհաքաղաքական կենտրոնները այստեղ ուղղակի կենացու մահու պայքար են մղելու Հայաստանում մի մասը իշխանափոխություն թույլ չտալու, մի մասը իշխանափոխություն իրականացնելու համար։ Այդ դեպքում ում դեմ է հիբրիդային պատերազմ եւ ով է Հայաստանում հիբրիդային պատերազմ մղում, ով է հիբրիդային պատերազմ բառակապակցությունը բերել օրակարգ։